Գիտեք ինչ, իրենց մտնել են եկեղեցում խնդիրներ կան, բայց դրանք բարենորոգման ցանկացած պլան եկեղեցու ծրագիր, կոնցեպտ, կանոնական մարմինների ձեռամ եւ քննարկման տեղի ունենա եկեղեցու։ Եթե նույնիսկ ձեր ասած խնդիրը կա, որը գոյություն չունի էլ, հիմա ես կարող եմ մի քանի օրինակով ապացուցել, որ գոյություն չունի, որ եկեղեցին քաղաքականացված է։ Եթե նույնիսկ նման խնդիր կա, դա երկրի վարչապետի զբաղվելիքը չի։ Էլի եմ կրկնում։ Եկեղեցին ունի կանոնական մարմիններ եւ ինստիտուտներ։ Եկեղեցին ունի կանոնադրություն կամ այդպիսի ենթադրող փաստաթղթեր, ավանդույթներ, որոնց ուժով այդ բոլոր հարցերը քննարկում են։ Նախ եկեղեցին ինքը ներքաղաքական կյանքի սուբյեկտ չի եղել։ Օրինակ, երբ որ Բագրատ Սրբազանը վարչապետության հայտ ներկայացրեց, սարսվեց նրա հոգևոր ծառայությունը, վարչական պաշտոնը, նա հրաժարվեց իր վարչական պաշտոնից։ Եվ էլի օրինակներ կարող եմ բերել Երրորդ հանրապետության պատմության մեջ, երբ որ Տեր Հուսիկ Լազարյան քահանան ընտրվեց Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար, այն ժամանակ կառավարող, Տեր Հուսիկի որպես քահանա լիազորությունները սառեցվեցին։